Հանրության ակտիվ քննադատությունները կարծես թե արդյունավետ են դառնում։ Զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու օրինագիծը հնարավոր է լրամշակվի, փոփոխություններ կատարվեն։ Հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ օրենքը որոշ փոփոխությունների միգուցե կարիք կարող է ունենալ, բայց անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար, եւ այդ քննարկումները շարունակվում են։ Ինչ փոփոխություններ էլ կատարվի օրինագծում, այնուամենայնիվ այն ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի սրտով չէ, ինչպես կարելի է փողի դիմաց կոնֆլիկտային գոտում գտնվող երկրի զինված ուժերը կրճատել։ Հիմա իշխանությունը փորձում է ընդգծել նաեւ հասարակության մեջ ունևորների, չունևորների այդ հանգամանքը եւ ստացվում է, որ ունի հնարավորություն նա կարող է ֆինանսական ներարկման միջոցով պարզապես ազատվել ծառայությունից, ով որ ունի ցանկություն, բայց չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, ապա դա դրա հնարավորությունը չունենալու։ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքի բարձրացմանը։ Այժմ ներմուծվող 100 տոննա ցեմենտի տուրքը 2000-ից կդառնա 8000 դրամ։ 2021-ին ներմուծվող մինչև 100 տոննա ցեմենտի համար սահմանվել էր 14000 դրամ տուրք։ 2022-ին այն նվազեցրին, դարձնելով 2000 դրամ։ Այո, 2000 դրամ իջեցնել են, ժամանակել ենք, մենք քննադատել ենք եւ կանխատեսել ենք այսօրը, որ սա բերելու է նաեւ այլ իրավիճակի, երբ որ տեղական արտադրողները սկսելու են արդեն ճնշվել դրսի ներմուծման ծավալներից, կլինկերից սկսած ավարտված հենց պատրաստի ցեմենտի ներմուծման ծավալներով, բայց այն ժամանակ չլսեցիք, հիմա էլ ենք ասում ենք սա համակարգային լուծման անհրաժեշտություն ունի, ոչ թե մեխանիկական ամեն անգամ բերել տուրք փոխել։ Հայաստանում տեղական արտադրողը անհավասար մրցակցային պայմաններում է հայտնվել։ Իրանից բավականին ցածր գնով է ցեմենտը ներմուծվում Հայաստան։ Իրանում արտադրությունն ավելի էժան է պետական սուբսիդիաների եւ էներգակիրների ցածր գների պատճառով։ Ավելին, կառավարությունում վստահ են, որ եթե այս իրավիճակը շարունակվի, ցեմենտ արտադրող հայրենական ձեռնարկությունները կփակվեն։ Այս տուրքը մենք դնելով չենք ենթադրում ցեմենտի գնի ավելացում։ Մենք ենթադրում ենք, որ այն լրացուցիչ գեշաուտը, որը իրականանում է, առաջանում է ներմուծող ցեմենտից, պետք է ուղղակի այդ գեշաուտը փակվի եւ հնարավորինս արդար մրցակցային պայմաններ ստեղծվի արտադրողի եւ ներմուծողի մեջ։ Տեղական ցեմենտի ինքնարժեքը տոննայի համար այժմ 42-ից 44000 դրամ է, իրանական ցեմենտը 30-ից 31000 դրամ է, այն գրեթե 1.5 անգամ պակաս է։